Զինվորականները պետք է լինեն պատասխանատու։ Ջալալ Հարությունյանը դեռևս պատրաստ չէր դառնալ բանակի հրամանատար։ Դե հիմա էլ ասում են կադրեր չկան, դրա համար ենք բանում, կադրերը չկան։ Բանակը լավ սպառազինված չէր։ Բանակի անձնակազմը կոմպետենտ չէր։ Արդյոք այդ պատերազմները լավ խուսափելի չկան։ Ինքնապաշտպանական ուժեր կա Հայաստան մեր դեմ պատերազմում է Հայաստանը եւ սա տարածքային վեճ է։ Սանկցիաներ չեն կիրառվել, մենք չենք հռչակվել օկուպանտ։ Իսկ աղա չհամաձայնվողը Հայաստանն է եղել։ Գրված խաղ։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր առաջարկում խոսենք բանակի մասին, իսկ թեմայի ընտրության շարժառիթը կապված է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եւ նրա նկատմամբ կայացված դատավճռի հետ։ Պարոն Մարուկյան, խոսենք բանակի մասին։ Գիտենք, որ Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման, իսկ պատճառը ծառայողական անփութությունն է, իբրև թե նախկին հրամանատարի անփույթ հրամանների պատճառով տեղի ունեցել զոհեր։ Ինչ կասեք։ Ես հակասական զգացողություններ ունեմ, որովհետև մի կողմից այո, զինվորականները պետք է լինեն պատասխանատու եւ այո, բնականաբար ամեն մի որոշման ծալքերում, նստած են ինչ որ դրվագներ, դեպքեր։ Այդ ամեն մի դրվագի, մի դեպքի ժամանակ մենք ունեցել ենք զոհեր, վիրավորներ, ռազմական տեխնիկայի կորուստներ եւ բնականաբար դրանք պետք է ունենան հետևանքներ։ Մի կողմից այդպես եմ տեսնում։ Մյուս կողմից տեսնում եմ իրավիճակ, որ սա կարող է տեղի ունենալ շատ ընտրանքային եւ սա կարող է ազդել ապագա պատերազմի վրա, ինչու որովհետև զինվորականները վախենան որոշումներ կայացնել, ինչու որովհետև զինվորականները նաև լինեն կաշկանդված պատերազմի դաշտում, եւ այս իմաստով եմ ասում շատ հակասական է ինձ համար, որովհետև ակնհայտ է, որ օրինակ եթե մենք ունենք զինվորական, որը տեսնելով որ անօթաչու թռչող սարքը գալիս է եւ պտտվում է, եւ պետք է հարված հասցնի, նայում է տեսնի որտեղ շատ կենթանի ուժ կա, որ ոչնչացնի, այդ զինվորականը հրաման է տալիս, որ զինվորները նստեն օրինակ մեքենան, այն ժամանակ եղել է դեպք պազիկ է եղել է դեպք եղել է զինվորական մեքենա եւ զինվորները նստել են մեքենան կամ ինչ որ պազիկ, եւ անօթաչու թռչող սարքը հարվածել է եւ պայթել է, բոլորը զոհվել են։ Նման պատմություններ կան։ Սա բարձրակապ չունի քննարկվող թեմայի հետ, այսինքն Ջալալի դեպքի հետ սա կապ չունի, բայց նման դեպքեր են մեզ պատմում։ Հիմա հարցը առաջանում, լավ է զինվորականը պետքա պատասխան տա, բոլորս ասում են, այո, պետքա պատասխան տա, միանշանակով, որովհետեւ նա պատրաստված չի եղել։ Նա պետքա կարծում եմ հրաման տար, որ զինվորները ծրվեին, չգիտեմ, դաշտերով մեկ եւ անօթաչու թռչող սարքը բոլորս գիտենք, որ մեկ անձի վրա չէին կիրառում, հազվադեպ։ Եթե իհարկե հրամանատարի մասին չի խոսքը գնում։ Իսկ նայում ենք կենթանի ուժը որտեղ է կուտակվում։ Կուտակման վայրում հարված էին հասցնում։ Հիմա մենք այս իրավիճակում ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք այս դատավարությունները գնում են եւ պետքա ես կարծում եմ ավելի հետ գնանք, հարցին նայենք թե բա ինչպես է եղել որ Ջալալ Հարությունյան, չէ՞, եղել է պաշտպանության բանակի հրամանատարը։ 1. Երկրորդը այդ ինչպես է որ պաշտպանության բանակի հրամանատարը դատվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե պաշտպանության բանակի հրամանատարը դատվում է Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստարկով մենք պարտավոր ենք պաշտպանության բանակը հանել Լեռնային Ղարաբաղի տարածքից։ Այսինքն այսօրվա իշխանությունը իր հարուցած քերական գործով եւ վարվող դատավարությունով ասում է, որ ես նոյեմբերի 9-ը չեմ կատարել, որովհետեւ այդ զորքը, որ ընդեղ էր որ Ադրբեջանն ասում էր, այս զորքը դուք պետք է հանեք, պարտավոր եք հանեք, մենք ասում ենք, մենք կապ չունենք, սա պաշտպանության բանակն է, սա Լեռնային Ղարաբաղի զորքերն են, մենք սրա հետ կապ չունենք, մենք չենք կարող հանել։ Դա այնտեղ իրանք պետք է որոշեն, իրանց հետ բանակցեք, բարձում է այդ ամեն ինչը փուչեր ու սուտ։ Իսկ եթե կարողա որ դա մենք անեինք, այսքան բանը չլիներ ու Ղարաբաղը մնար։ Կարող է դրանից էր կախված այդ էսկալացիաներ։ Այսինքն Ջալալի դատավարությունը, որտեղ բազմաթիվ դատավարություններ կան, ուղղակի հայտնին է Ջալալը։ Ուրիշ հարց է նաև բացում։ Ջալալ Հարությունյանը իր որոշումները որտեղ է կայացրել։
Անփութությունը որտեղ է թույլ տվել։ Ըստ էս իշխանության Ադրբեջանում։ Ադրբեջանում, բա Ադրբեջանում հանցագործություն արած մարդուն մենք ոնց ենք դատում։ Իհարկե ճակերտների մեջ։ Հա հիմա իրավաբանորեն, այսինքն գոյություն ունի ընդդատություն։ Քրեական դատավարության օրենսգրքով հանցագործությունը որտեղ տեղի է ունեցել, տեղի քննչական մարմնին անդատությունը, դատարանը եւ այլն եւ այլն։ Շատ կարևոր է, էլի, որ դուք ասեք որպես իրավաբան, որտեղ այդ հարցը իմ մոտ էլ հենց նոր առաջացավ, որ ընդհանրապես առաջանում էր, արդյոք մեր դատարանները Չէ, հիմա պատկի ասենք Ջալալ Հարությունյանի ադվոկատները դիմում են Մարտիրոսյանի Եվրոպական դատարան։ Մարտիրոսյանի Եվրոպական դատարանը դիտարկելու է հետևյալ կերպ, որ օկուպանտ ուժերը օկուպացիոն ուժերը գտնվել են Ադրբեջանի տարածքում եւ այդ օկուպացիոն ուժերի գործողությունների ժամանակ բաներ են եղել, որ այս մարդուն դատել են։ Այդտեղ կարևորը այն չէ, որ արդարադատականության իրավունքն ոտնահարվել նրա հավասար զենքերի, նրա իր ձայնը լսվելու, հա, չգիտեմ, դատական process-ի իմաստով եմ ասում։ Այդտեղ բնականաբար հարցի հետևյալն է, ծանրանալու են հետևյալը, որ եւս մեկ ապացույց, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, այդ են ասելու, դա են մեզ ասելու, դրա համար են կոմպենսացիաներ ուզելու։ Եվ դրա համար այս ամբողջ այս շղթան սա աբսուրդ է, այսինքն դու դատես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչին մի բան է, դատես պաշտոնապես, ճիշտ եմ, չի հասկանում, որ Ջալալ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարներ մինչև իրեն իր այդ դեպքը, որ պայթում է մեքենան, թե կրակում են, որից հետո նշանակում է Միքայել, որ նայել է հիմա համբարձում նայել ազատազրկման մեջ։ Հիմա նայի, եթե Հայաստանը իր իրավական գործընթացներով ապացուցում է, որ պաշտպանության բանակը մեր մասն է, եւ մենք իրանց դատում ենք, դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4 կետով, երբ որ գրված էր հայկական ուժերը պետք է հանենք Լեռնային Ղարաբաղից, ուրեմն մենք պարտավոր ենք հանենք, չենք հանել այդ ուժերը։ Որ պարտավոր ենք հանենք, չենք հանել, դրա համար սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը հայտարարել է, որ մենք գնում ենք 4 կետը, այսինքն զինված ուժերը ընդեղից հանելու կետը, որ դուք չեք անում կամավոր, դա կատարելու։ Իրեւ, հա, 90-ականներից ի վեր, դեռս առաջին պատերազմից ի վեր, մեր պետության տակտիկան այդպեսին էր, որ սա տեղի ինքնապաշտպանական ուժերն են, դա Հայաստանի բանակը չի, այդպես էր աշխարհին մատուցվում եւ աշխարհը դա ընկալել էր, այդ ամեն ինչը արտացոլված է եղել նաեւ միջազգային փաստաթղթերում, ՄԱԿ-ում եւ այլն։ Որ դա տեղի ուժերն են։ Հիմա ես քեզ հարց ունեմ, մի րոպե։ Որն է պատճառը, որ այսօրվա իշխանությունը ամեն ինչ անում է, որ իրավաբանորեն փաստաթղթավորվի, որ մենք օկուպանտ ենք։ Սա իրավաբանորեն փաստաթղթավորվում մենք օկուպանտներ ենք։ Դե ինչի արվում։ Ադրբեջանը 30 տարի աշխարհին փորձել է բացատրել, որ չկան ինքնապաշտպանական ուժեր, կա Հայաստան մեր դեմ պատերազմում է Հայաստանը եւ սա տարածքային վեճ է, իսկ Հայաստանը ամեն գնով ուզում էր ցույց տալ, որ դա տարածքային վեճ չի եւ Հայաստանը չի պատերազմում։ Բայց այդտեղ Ադրբեջանի փորձերը եղել են անհաջող, որովհետեւ մենք մեր նկատմամբ սանկցիաներ չենք իարվել, մենք չենք հրճակվել օկուպանտ։ Մենք չենք հրճակվել։ Հիմա այդ դիվանագիտական դիրքավորումը ոչնչացրել է։ Հիմա ինչ ենք մենք թղթեր սարքում, որ մենք օկուպանտ ենք։ Լավ ոչնչացրել է Ղարաբաղը, չկասկածանք։ Post factum ինչ ենք թղթեր պատրաստում, որ մենք օկուպանտ ենք։ Իմ այս հարցին դու պատասխանի։ Մի նեղի որ ներվայնանում եմ, բայց այս հարցին պատասխանենք սա անում։ Ես եմ ներվայնանում, որովհետև հարցի պատասխանը չունեմ։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք արձագանքեք։ Այս ինչ որ տեղ է։ Սա մենակ էս Ջալալ Հարությունյանի դատավարությամբ չի նաև դրանից առաջ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական քաղաքական դիրքավորումը վաղուց է ոչնչացրել ու արդեն ամբողջ աշխարհի մոտ հայ մասել ինչն է որ կարծրացած է այն տեսակետը որ պատերազմողը Հայաստանն էր շատ լավ իմասել ինչն է որ այդ ոչնչացվել է բայց հիմա մենք post factum շարունակում ենք կառուցել ասում ես ամեն մի նման դեպքը սա բերում է հիմնավորում է մեր այդ օկուպանտ լինելը ոչ թե որ մարդու իրավունքների ազատության, փոքրամասնության իրավունքների, հայկական բնակչության, ժողովրդի Լեռնային Ղարաբաղի շահերը պաշտպանելու համար մարդիկ զենք են վերցրել իրենց շահերը պաշտպանել են։ Շուր է գալիս ամբողջ նարատիվը։ Փլվում է, սա ինչ են ուզում անեն։ Բայց արի գանք բանակին նորից։ Արի գանք բանակին, լավ, արի գանք բանակին։ Գիտեք, մեր այդ որոշում կայացնելու մասը շատ կարևոր բան ասացիք։ Դա իմ համոզմամբ եւ ոչ մենի մեր բանակի ամենամեծ խնդիրներից մեկն է եղել ու կա, որ հրամանատարները ցածր էշելոնների հրամանատարները
միջին եւ կրտսեր սպաները որոշում կայացնելու ազատությունից զրկված են եղել, այսինքն ինքնավարություն չեն ունեցել։ Ես նրա մասին չեմ խոսում, որ ամեն մեկը իր գլխի ինչ-որ բան որոշի ու անի, իհարկե բանակը պետք է ունենա մեկ հրամանատար եւ բանակը պետք է կառավարվի ավտորիտար գործիքակազմով միանշանակ այդպես է, բայց տեղում պատերազմական իրավիճակում եւ ոչ միայն հրամանատարները պետք է ունենան ազատ որոշում կայացնելու հնարավորություն, այսինքն գործելու ազատություն, որովհետեւ ոչ միշտ է, հա, կոմունիկացիան արդյունավետ կազմակերպվում եւ հրամանատարը տեղում, օրինակ վաշտի հրամանատար տեղում ինքը պետք է կարողանա որոշում կայացնել, գործել, դառնա լիդեր, արդեն իսկ լիդերը եւ առաջնորդի իր ստորաբաժանումը։ Հիմա նմանատիպ իրավական ակցիաներով ըստ էության որևէ հրամանատար երբևէ չի ուզի պատասխանատվություն ստանալ, որոշում կայացնել եւ չի ուզենա այդ ամբողջ բեռը վերցնի իր վրա եւ առաջնորդի զորքին։ Սա ինձ թվում է շատ ցավալի նախադեպ ենք մենք ստեղծում, արդեն ստեղծել ենք Ջալալ Հարությունյանի դեպքը ամենավառ օրինակն է։ Իհարկե ես չեմ ասում, որ ամփոփություն դրսևորած հրամանատարներին չպետքա պատժել կամ դասալիկ հրամանատարներին կամ զինվորներին չպետքա պատժել, բայց արդյոք Ջալալ Հարությունյանի դեպքը հենց այն դեպքն էր, որ արժեր տես խորանալ, հատկապես որ ռազմաճակատում եղել է քաոտիկ իրավիճակ, պարզ չի եղել ով է հրամանատարը, մի քանի հրամանատարներ ըստ էության եղել եւ մյուս խնդիրը էլի Ջալալ Հարությունյանի ողբերգական ճակատագրի մեջ մեծ դեր է խաղացել հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, ինչպես նրան դարձնելով շտաբի պետ, պաշտպանության բանակի հետ նաև հրամանատար։ Իդեպ սրա մասին շատ հետաքրքիր ձևակերպումներ կան Կարեն Հարությունյանի, Չթրյանի եւ Աշոտ Ոսկանյանի գրքում, որ արդեն վաճառքի է, այնտեղ էլ է ֆիքսվում, որ Ջալալ Հարությունյանը դեռևս պատրաստ չէր դառնալ բանակի հրամանատար, պատրաստ չէր դառնալ բանակի շտաբի պետ եւ նա ընդհանրապես դիվիզիայի հրամանատար էր, իսկ դիվիզիայի հրամանատարը չէր կարող առանց լուրջ պատրաստության անցնելու, առանց լուրջ կրթություն ստանալու գեներալական միանգամից դառնալ ռազմաճակատի հրամանատար եւ ըստ էության այդ մեծ զորամիավորումների կառավարման փորձ չունեցող հրետանավորը բարձա որ չէր կարողանալու բանակը արդյունավետ կառավարել եւ Նիկոլ Փաշինյանը իդեպ Նիկոլ Փաշինյանի այս նշանակումը ես քաղաքական դրդապատճառներով եմ բացատրում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը լրջագույն խնդիրներ ուներ մինչեւ պատերազմը Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հետ Բակո Սահակյանի, Վիտալի Պալասանյանի մյուսների հետ եւ ըստ էության ուզում էր երիտասարդ զինվորականների մի նոր խավ ձևավորել Արցախում ի հակադրություն 5 գվարդիայի Օգանովսկու, Վիտալի Բալասանյանի եւ մյուսների եւ ամենավառ օրինակներից մեկը կարող է դառնալ Ջալալ Հարությունյանը եւ մի շարք այլ զինվորականներ, բայց հողի վրա ռազմական տեսանկյունից Ջալալ Հարությունյանը պատրաստ չէր դառնալ, որովհետեւ ախր ինչքան է Սերժ Սարգսյանի վարչակազմը քննադատենք, բայց Սերժ Սարգսյանի օրոք օրինակ ոնց էր մարդը դառնում շտաբի պետ կամ պաշտպանության նախարար կամ ՊԲ հրամանատար, ինչ-որ մատ շրջափուլ էր անցնում, մատ հասկանում են մարդը պատրաստ է թե չէ, որովհետեւ դրանք այնպեսի բարդ պաշտոններ են, որ առնվազն մի տարի, 2 տարի պետք է օրինակ շտաբի պետի պաշտոնը յուրացնելու համար, չես կարող մի անգամից նստես։ Դե հիմա ասում են կադրեր չկան, դրա համար ենք բանում կադրերը չկան։ Բայց կներեք էլի, արդեն իսկ Արցախում կար պատրաստի կադր ՊՊ հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչի համար է պետք պատերազմական իրավիճակում կամ պատերազմի նախաշեմին այնպես կտրուկ փոփոխություններ անել ու միանգամից ՊՊ հրամանատարին հանել, երբ որ չունես այլընտրանքային հրամանատար։ Սա շատ լավ, արի ցավալի բան է, էլի։ Արի ուրիշ բան քննարկենք, որովհետև տես եթե Ջալալ Հարությունյանը դատվում է, ուրեմն այդ տրամաբանությամբ գործեր են հարուցվելու նաև մյուս բոլոր հրամանատարների վրա եւ կան այդ գործերը հարուցված, չի բացառում նաև գլխավոր շտաբի պետ
Հայաստանի Հանրապետության Օնիկ Գասպարյանի նկատմամբ հետապնդումը, Դավիթ Տոնյանը հետապնդման տակ է, չի բացառվում այլ կորպուսների հրամանատարների, այլ զինվորականների, տարբեր զինվորական Եստեղ մի բան ավելացնեմ հիերարխիայի մեջ եղած, ասենք մյուս թեմայի, օրինակ նույն Ջալալ Հարությունյանը որպես դիվիզիա հրամանատար, որպես նաև հրետանավոր, հրաշալի զինվորական է մեր պետության հպարտություններից մեկը, որտեղ մեր արտադրանքն է, այսինքն դրսից եկած փորձառող սովետական Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դե եթե համարում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր է։ Ուզում թե հասկանանք։ Ես համարում եմ մեր է։ Հասկացա։ Օրինակ դրսի սովետական եկած գեներալ չի մեր պետությունն է ծնել, դաստիարակել, կրթություն տվել, դարձել զինվորական։ Նույն Օնիկ Գասպարյանը, այսինքն մեր մշակութային միջավայրի արտադրանքն են։ Այս առումով, բայց երբ որ այստեղ շատ կարևոր բան կա, էլի, ինքը կարող լինի շատ հրաշալի դիվիզիայի հրամանատար, բայց երբ որ իր համար դրսևորման այդ լավագույն տարածությունից իրան հանում ես ու տանում ես իր համար անհասկանալի միջավայր, ինքը կարող է դառնալ չարիք։ Դրա համար ամեն մարդ պետք է լինի իր գործին, իր ոլորտում եւ անի այն գործը, որ ինքը կարող է անել։ Իմ կարծիքով Ջալալ Հարությունյանը պատրաստ չէ ՊՊ հրամանատար դառնալ եւ լեգենդար դիվիզիայի կամ գնդի հրամանատարի կարգավիճակից դառնալով ռազմաճակատի հրամանատար դարձել էր ինքը արդեն անգործունյա, պատրաստ չէր։ Անգործունյա, այսինքն ինչ նկատում ես, մարդը կռիվը վարել է, այսինքն կռվել է, պատերազմի դաշտում եղել անգամ պայթեց, չգիտեմ, այդ տվյալը չկարի մեքենայի մեջ էին ռումբ դրել, թե կրակեցին, ամեն դեպքում նա կիսամեր վիճակում բերվեց հիվանդանոց, վերջը ոտքի անեցին այդ մարդուն, բայց հիմա գիտես ինչն է բանը կարծես, հաջորդ հարցը կա։ Եթե 2019 թվականին մենք Մինսկի խմբի համանախագահների հետ ստորագրեինք խաղաղության այն ծրագիրը, որ 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերը դուրս գային եւ երկու շրջանները օգտագործվեին, ճանապարհները օգտագործվեին եւ սկսվեր այդ process-ը խաղաղության $5 միլիարդ էլ փող էին տալիս այս տարածաշրջանը զարգացնելու համար։ Ռուսական խաղապահ ուժեր պետք է մտնեին այդ տարածքը ըստ այդ պլանի, որը նաև ճանաչում էին Նահանգները եւ Ֆրանսիան, այսինքն ԵԱԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, արդյոք Ջալալ Հարությունյանը կարող է հայտնվել դատապարտյալի աթոռի վրա։ Կամ արդյոք 4000 մարդիկ զինվորներ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ կարող էին զոհվել, աղետալի տեղ եք տանում խոսակցությունը։ Դες հաղորդում աղետների մասին է։ Այսինքն ուզում եք ասել, որ առաջին հերթին ծառայողական անփութություն թույլատրվել երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ինչից եւ այդ անփութությունից էլ ճյուղավորվել են մյուս մանրմունր համեմատաբար մանրմունր անփութությունները եւ առաջին անփույթը այս դեպքում Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանի արտգործնախարարն է։ Հա, այդ եք ուզում ասել։ Այո, ես դա եմ ուզում ասել, եւ ուզում եմ ասեմ, որ եթե իրանք ինչ են ասում, իրանք ասում են գնացինք ընտրությունների, ժողովուրդը կա մեզ ընտրեց, մեր դատը եղավ։ Դա քաղաքական պատասխան է։ Մեր դատը եղավ, ժողովուրդը օքեյ է, որ մենք այնտեղ պրավալ ենք տվել, բայց ժողովուրդը չի տիրապետել ամբողջական ինֆորմացիային, դա նոր է բացահայտվում, չէ՞։ Հիմա ժողովուրդը չի տիրապետել ամբողջական ինֆորմացիային, որ այդ պատերազմը կարող չլիներ։ Դե գնա ժողովրդին ասես, «Քի դուք համաձայն էիք, որ այդ 5 շրջանը տայինք», ոչ, դու ես ղեկավարը, դու եղի համաձայն, դու եղի համաձայն։ Ուր ես գնում ժողովրդին ասես, դու Նիկոլ Փաշինյանը խոստովանել է։ Ահա, շատ լավ, խոստովանել է, գնացինք առաջ։ Որ խոստովանել է առավել եւս։ Հիմա եթե իրանք չեն դատվել, Ջալալները պայմանական, Օնիկները, Ջալալները, Միքայելները, էլ ովքեր են դատվում, գնա գալիս եմ լիքը մարդ։ Այսինքն առաջին հերթին Այսինքն ո՞նց է Սանտրովի արդարադատությունը, թե Ընտրովի արդարադատություն չի։ Ինչ կարծիք ունի սրա վերաբերյալ ազգային ժողովի քննիչ հանձնարարի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին հաշվով։ Գիտես ինչ եմ սա ասում, որտեվ ես ունեմ լեգիտիմ իրավունք սա ասելու, որտեվ երբ որ պատերազմը նոյեմբերին ստորագրվել էր արդեն պատերազմը բաներ ստորագրվել, ուզում եմ ասեմ, հրադադար, ես հայտարարեցի, որ այս պատերազմի արհավիրքը պետք է ուսումնասիրվի եւ պարիտետային քննիչ հանձնաժողով է պետք ստեղծել եւ նախագիծ կազմեցի, տվեցի վարչապետին, ուղարկեցի Սերժ Սարգսյանին, մյուս ուժերին, Դաշնակցությանը, այսինքն բոլոր ուժերին, հանրապետական, իշխան կուսակցություն կա, մենք ուղարկեցինք։ Այդ 17-ի ֆորմատ բան, որ
պետք է պարիտետային հանձնաժողով ստեղծվի, պատերազմը ուսումնասիրվի։ Բանակցային process, պատերազմ, որ ով է մեղավոր, չէ՞։ Հա, եւ բոլորը դեմ էին։ Բոլորը դեմ էին, խորհրդանը ծրվեց, գնացին ընտրությունների, ժողովուրդը դե գիտես, մեր ժողովուրդը սիրում ամենաշատը Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Գնացին ընտրեցին այդ երեքին, ու 21 թվիթյանով իրանց էր սիրում ամենաշատը։ Մնացած բոլոր ուժերը մնացին բարերի տակ, եւ այս երեք ուժերն եկան խորհրդան, ստեղծվեց այս քննիչ հանձնաժողովը, որը պարիտետային չի, պաշտպանության հանձնաժողովի հենքի վրա է, եւ քննեցին, զեկույցը չկա, ոչ մի բան չկա, ու մեղավորներ կան շատ, այտենց արդեն ջալալն է դատվում։ Հարստակ, Անդրանիկ Քոչարյան զեկույցը ուր է։ Հա, դե հարցը տալիս են, զեկույցը կրապարակվի է, հարցը դրա մեջ չի։ Այդ զեկույցում չի եղել հարց, որ եղբայր քիչ է գնացել խաղաղության պլանը իրականացնելու։ Այդ քննիչ ամբողջ հանձնաժողովը այդ հարցին չի անդրադարձել։ Այդ դրա համար չէին ուզում, որ մենք այդ որ առաջ ենք մողում ստեղծենք։ Եվ հիմա այստեղ շատ կարևոր բան կա։ Եթե ես ուզում եմ այդ իմ հիշողությունը բանը ֆրագմենտալ բաներ ունի, էլի sense հետարքիչ sense միտքա ծակում։ Հիշում եմ մեր խոսակցություն խորհրդանում էինք։ Երբ որ ես Նիկոլ Փաշինյանին ասում եմ, որ պետք է այս հանձնաժողովը ստեղծվել եւ այլն, ինքն ասաց, բայց ով պետք է սանով զբաղվի, ինչ կարծիք ես դու, ասաց ես պատրաստ եմ զբաղվել։ Ինձ թվում է դրա պատճառով չստեղծվեց այդ հանձնաժողովը։ Որտեւ եթե ես զբաղվեի այդ հանձնաժողովով, այդ հարցը հնչելու էր։ Հիմա անցնենք առաջ։ Այստեղ պետք է ինչ-որ բարձաբանում մտցնել։ Խնդրեմ։ Ինչ ուզում ասի պարոն Մարուկյանը, որ հետազոտել պատերազմ չի նշանակում միայն հետազոտել ռազմաճակատ, պատերազմը բազմաշերտ հայտնություն է ինքնին։ Չկներես, շատ լավ ես ասում։ Պետք է ուսումնասիրել դրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ մնացյալ ատրիբուտները։ Պատերազմը եղել է, չէ, որովհետեւ մենք չենք գնացել խաղաղության պլանին, չէ։ Այսինքն, հա, պատերազմի դիվանագիտական, քաղաքական կողմը պետք է դիտարկվի։ Եթե խաղաղության պլանին չգնացողները չեն դատվել։ Իրանց չգնալու պատճառով սկսված պատերազմի հրամանատարությունը հիմի դատվում է։ Որը ես ու դու չենք ասեմ, որ չպետք է դատվեն, որովհետև իրականում նես թերություններ են թույլ տվել, նես թերությունների պատճառով այնքան մարդ է զոհվել, որ չի կարող անպատասխանատվություն լինել, էլի այստեղ։ Բայց ուրա արդարադատության մնացած հատվածը մենք դա ենք հարցնում։ Ուրա արդարադատության մնացած հատվածը։ Հասկանում ես 20 զինվորի ծնող, 30 զինվորի ծնող կարող ասեն ցոկոց քաշի, ասեն այն հրամանատարը, որը մեղավոր էր, որ մեր երեխեն զոհվեց, այնա դատվեց։ Բայց այդ ծնողներին պետք է նաև այդ տեղեկությունը հասնի, որ այդ հրամանատարի գործը, որ սկսել է, որ ինքը որ պետքա ճիշտ կառավարեր, ամպուտություն չաներ, չգիտեմ ինչ չաներ։ Այդ գործը սկսվել է այն պահին, երբ որ դիվանագետները երկրի իրանց գործը չեն արել, բայց իրանց դատը ուր է։ Իրանց դատը ուր է։ Լավ, մատ ուրիշ մի բան էլ կա։ Սա պետք է հստակ նաև խորանալ թեմայի մեջ։ Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, գերագույն գլխավոր մոդերատորը, որ օրինակ Ջալալ Հարությունյանը ունենա աշխատանքային ավելի լավ պայմաններ։ Չի կարողացել նախաձեռնել եւ իրականացնել համընդհանուր մոբիլիզացիա։ Չի կարողացել ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ, այսինքն ձևավորել հրամանատարական կետ, որ բանակը ունենա հստակ հիերարխիկ կառույց ու նորմալ արդյունավետ դրսևորվի։ Օնիկ Գասպարյանը Երևանի, Ջալալ Հարությունյանը այնտեղ, այնտեղ 5 գեներալներն են այդ բունկերում հավաքվել։ Ով ասաց այդ բունկեր մտնում հելում, Աննա Հակոբյանն է գալի, չգիտեմ, շուտ խառը իրավիճակ։ Այս պայմաններում Մովսես Հակոբյանին են հանում այդից ասում են չգաս։ Այդ 5 գեներալներն այնտեղ ինչ գործ ունեն։ Չէ, 5 գեներալներին չեն թողել գնան կարբեսի, որ դες ասում։ Իա 5 գեներալին ասում մենք ուզում ենք մտնենք, մեզ չեն թողել մտնենք։ Խաչատուրովը եւ մյուսները։ Վիտալիկը Բալասանյանը։ Հիներից եղել է Մովսես Հակոբյան, որը եղել է տեսուչը, գլխավոր տեսուչ, գրտեյ է եղել։ Հասկանալի է։ Բայց էլի անել հանել են այդից, լարի ասե գնաց այդից։ Այսինքն այդ բարդակը ով է ստեղծել, Ջալալ Հարությունյանն է ստեղծել այդ բարդակը։ Այդ բարդակով հնարավոր չէր գնալ պատերազմ։ Շատ լավ։ Հիմա մի հատ ուրիշ ասպեկտ արի դիտարկենք։ Հիմա քանի որ մենք չենք առանձնացում սերի ժողովրդից, շատ բարդ թեմա է սա, որ Լեռնային Ղարաբաղ թե Հայաստան, որտեղ ըստ էության քանի որ մարդը դատվում է այստեղ, ուրեմն դա մի ընդհանրություն է եղել, ֆիքսում ենք։ Դա մի ընդհանրություն է եղել։ Հիմա այդ կոնտեքստում հաջորդ բանը կա։ Դու ասում ես մոբիլիզացիան չի լավ իրականացվել բան, մի քանի օր առաջ բանակի տոնին պաշտպանության նախկին փոխնախարարը Եղրաբլուրում հայտարարեց, որ բանակի մի մեծ հատված, որպեսզի թիվը սխալ չասեմ, էլի չգիտեմ, կարող ասեց 1/3, կարող ասեց 2/3։ Էական ինչ որ մեծ հատված
Вообще ընդհանրապես չի մասնակցել պատերազմին։ Եվ ասես դրա համար է սենց ա եղել։ Որը այսպես ականջս ծակեց, էլի սենց, այս ինչ ասում։ Եվ կա այդ ինֆորմացիան, որ դե ստորագրվել է նոյեմբերի 9-ին, շատ ճիշտ արավել, պիտի շուտ ստորագրվել, 25000 մարդ ենք փրկել, չէ՞, մի անգամ ասին 18000, մի անգամ ասին, չգիտեմ, 35000, չգիտեմ, մի շուտ տվեր են ասում։ Եվ այս դրվագները կա, այդ կառավարման իմաստով այդ քաոսի մասին մենք բոլորս գիտենք, այդ ստատուսը, որ ամեն մարդ պետք է կազմի ջոկատ, ընտրի 7 հավաքվեք 7 հոգի, 8 հոգից կազմեք ջոկատ, չգիտեմ, չէ՞։ Օրինակ այդ մտքի համար Նիկոլ Փաշինյանին չեն հետապնդում։ Հա, հիմա այստեղ մենք կարող ենք հետեւյալ արձանագրում անենք, ինձ թվում է, որ սա ընտրովի արդարադատություն է, սա կիսատ արդարադատություն է, եւ սա փորձ է բողոքավոր ժողովրդին հանդարտացնելու առային, որ դուք պնդում եք, որ դավաճանություններ են եղել։ Ահա, տեսեք ինչ ամփոփություններ եւ դավաճանություններ են բնականաբար եղել, մենք այդ մարդկանց դատում ենք։ Դե հանդարտվեք գնացեք։ Այսինքն բանակը դարձնում են դասալիքների եւ ոչ կոմպետենտների ինչ որ մատ ամբողջ բանակը տենց են ներկայացնում։ Բայց մինչդեռ այդպես չի։ Այդպես չի։ Բանակը հերոսակ, ախր պատկերացնում են մարդիկ 44 օր այդ բանակը այդ քաոսի մեջ կրվել է։ Ես մի բան եմ, մարդկային միտքը հակված է ինչ-որ կատեգորիկ դատողություններ է։ Այդ տեսեք ինչ-որ մեկը, հա, սևա կամ սպիտակ։ հա, ինչ-որ մեկը տենց հելում հայտարարում է, որ բանակի մի մասը չի մասնակցել պատերազմի, ահա մարդը ինչ-որ կատեգորիկ դատողությունների գիրքն անկնում, ու ասում է, ահա, ուրեմն նշանակում է բանակի որ մի մասը չի մասնակցել, նշանակում է թե մի բան այն չի, բայց իրականում ախր գործ ունենք կոնկրետ գիտության կոնկրետ գործունեության ոլորտի հետ, որին պետք է շատ պրոֆեսիոնալ մասնակցել։ Այստեղ պետք է այդ հարցին ճշգրիտ մասնագիտական պատասխան տա գլխավոր շտաբը։ Կարող պետք չէ որ մնա բանակի մնացած մասն էլ մասնակցի։ Կարող է, այդ եմ ասում։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ քննությունը, կա այդ քննությունը, մենք գիտենք պետք է եղել թե պետք չի եղել։ Մենք գիտենք ինչ է եղել։ Կարող է մենք Շուշի գրաման վերաբերել, ասում են զորքեր կային, որ կարելի էր ուղակի կազմակերպել եւ պահել Շուշին։ Ասում են, բա ինչ ավ դասպա դա չի արվել։ Բա ինչի համար չի արվել, դե ես շատ գիտեմ։ Ասենք sense չգիտեմ, էլի sense ինչ որ լավ այդ քաոսի մեջ, օքեյ, Ջալալը դատվեց։ Դալչը что, ռուսի ասած։ Հետո ուրիշ, եմ որ ասում, ուրիշ, հետո ինչ ենք անում։ Ապարզա դա հասնելու ազգային հերոս Տիրան ազգանունը մոռացա։ Խաչատրյան։ Հա, Խաչատրյանին, հետո գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպար, բոլորին հասնելու այս ամեն ինչը։ Բայց այդտեղ շատ կարևոր բան կա։ Այդ շատ կարևոր բան է հետեւյալն, այդ պատերազմն ինչի համար է եղել։ Արդյոք այդ պատերազմն եղել է անխուսափելի։ Արդյոք քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տվել է այս հարցը Նիկոլ Փաշինյանին, որ արդյոք պատերազմը եղել է անխուսափելի։ Եվ այդ հարցը հենց տալիս է իրանք բերում են Սերժ Սարգսյանին որպես վկա։ Մենք խնդրում եմ ներկայացեք, ասում եմ վկա Սերժ Ազատի Սարգսյան։ Խնդրում եմ ցուցմունք տվեք, որ դուք փորձում եք Ալիևի հետ հարցը լուծել, եւ Ալիևը չի համաձայնվել։ Ցուցմունքը տալիս են, այո, Ալիևը չի համաձայնվել։ Ինչի՞, որովհետեւ երկուսն էլ նույն մեղքի համար մեղադրվում են, եւ երկուսն էլ նույն մեղքը արդարացնում են, որ դե Ալիևը չէր համ։ Այսինքն Ալիևին ասում ենք Ալիև, լսի, ուզում ենք այս 5 շրջաններից սաղ մեր զորքերը հանենք, Ալիևն ասում է չհանենք։ Այդտենց բան չանեք, ապա այդ զորքերը թե պահեք, հա, այդեք դուք ուզում ասեք։ Մարմարական գիտեք, հենց ոչ պոպուլար, այս ոչ պոպուլար թեմայով շատ քիչ մարդիկ են խոսում, ես դուք մեկը հակի ներկայացուցիչները։ Բեմի ինչ անեք։ Ուրիշ ընդհանուր առմամբ ամբողջ դաշտը ողողված է այլ մեկնաբանություններով, այսինքն պատասխանատվության ամբողջ բեռը բարդում է նրա վրա, որ օրինակ բանակը լավ սպառազինված չէր, բանակի անձնակազմը կոմպետենտ չէր, ու նույնիսկ այդ գրքի մասին որ ես խոսեցի, Չտիրյանի, Կարեն Հարությունյանի, Աշոտ Ոսկանյանի, Կարեն Հարությունյանի եւ Աշոտ Ոսկանյանի հատվածը տնենք մի կողմ, ես դրանք համարում եմ արժեքավոր հատվածներ, բայց օրինակ Վիգեն Չտիրյանի հատվածը շատ խոցելի էր, ես կարդացի այդ հատվածը, ու ամբողջ շեշտը դրված է նրա վրա, որ բանակը լավ սպառազինված չէր, եթե ավելի բանակը տեխնոլոգիական էր, կադրերը ավելի կոմպետենտ լինեին, կարող ուրիշ բաներ, ու նորից անտեսվում է հարցի քաղաքական համատեքստը։ Ես որոշել եմ այս գրքին ավելի մանրամասն անդրադառնալ։ Չոս կարելի է այդպես բանով նայել, էլի դες կիսատ։ Ադրբեջանը չէր համաձայնվի, Ռուսաստանը չէր թողնի։ Դուք ինչ գիտեք։ Այսինքն այդ միֆերով են առաջնորդվում, նույնիսկ շատ լուրջ գիտնականներ, այսինքն պատասխանատվության Դերեմը շատ լուրջ գիտնականներ չեն, եղբայր, ախպորպես հիմա մի հատ հարց
տամ, ասենք, մարդիկ բացարձակ բանից անտեղյակ պրոպագանդիստական թեզերով փորձում են, ասենք, ինչ-որ բաներ, գիտական աշխատություն։ Չես կարող պրոպագանդիստական թեզով գիտական։ Այսինքն 3 մեղավորության թիրախներ կան։ Հիմա ես դրանք թվարկեմ։ Առաջինը Ռուսաստան, բանակի ոչ կոմպետենտություն եւ Ադրբեջանի իրացիոնալիզմ, այսինքն Ալիևը ոչ մի բանի չէր համաձայնվելու, բայց հիմա որտեղից այդ վստահությունն է։ Մի հատ ուրիշ հարց կա, էլի հիմա լավ։ Այսինքն մեզ առաջարկվում է Լավրովի պլանով լուծում, մենք լուծումը մերժում ենք։ Մենք ենք մերժում։ Առաջարկողին հրճակել ենք մեղավոր։ Գնացինք առաջ։ Հետո պատերազմը սկսվում է։ Պատերազմի ընթացքում ասում ենք առաջարկող, մենք որ քեզ մերժել ենք, զենք տուր։ Հոդու դավաճան չէ, զենք տուր։ Առաջարկողը սկսում է զենք տալ։ Բնականաբար զենքի բոլոր ճանապարհները փակ են։ Այդ զենքը գալիս է շատ քիչ բաներով, բայց գալիս է այդ զենքը։ Հետո ավարտվում է այդ ամեն ինչը, ասում ենք մեզ զենք չեն տվել։ Դուք դավաճանել եք մեզ գցել եք դավաճաններ եք եւ այլն եւ շարունակում ենք այդ արշավը, վերջում ինչ ա լինում։ Օրինակ ես հիշում եմ այդ օրերին, ասում էին Ջաբրայիլ կամ ջրական, չգիտեմ ոնց ուզում եք, $7 միլիոն կորնետ ենք թողել եկել։ Զորամասերի տեսանյութերը կան, որ ամբողջ պարկը կանգնած է։ Ամբողջ պարկը, սա բոլոր ավտոները, մեքենաները, բաները կանգնած թողել եկել։ Ֆիզուլի տանկերի պարկը, ուրեմն։ Չէ, մի րոպե, որ զենք չեն տվել, որ չունեին զենք։ Մի Վիգեն Չտրյանը եւ մյուսները։ Այդ ինչ են թողել։ Այդ $7 միլիոն կորնետի մասին, որ ես լսել եմ այն ժամանակ Ստեփանակերտ։ Դա նոր բերված զենք է, գիտես, ֆագոտ չի եղել։ Մեր հայրենակիցների համար ասենք, ֆագոտը դա հակատանկային միջոց է, որը ոչնչացնում է տանկը։ Բավականին առաջադեմ էր այն ժամանակ, երբ որ ես ծառայում էի որպես ինժեներասակրավոր կողքի վաշտը հակատանկայիններ, ուսումնասիրում էի նաև իրենց զինատեսակները, կորնետը ֆագոտի ոնց որ ավելի լավ տալ, ավելի նորացված տարբերակն է։ Տանկը մոտավորապես հարացնում ես, այնց։ Պարոն, ես մի բան ասեմ, շատ վատ բան եմ ասում։ Ես չէ ես լավ բաներ եմ ասում։ Ես ունենք որպես քաղաքացի բնականաբար բոլոր հնարավոր հարթակներով ինձ հասանելի պաշտպանում եմ Հայաստանին, բայց երբ որ ես մտնում եմ գիտության դաշտ, իմ համար արդեն մեկ է դառնում։ Եվ Ադրբեջանը եւ Հայաստանը հավասարվում են։ Եթե իմ երկիրն է սխալանում, դա ֆիքսում եմ հստակ։ Հիմա տեսեք, Վիգեն Չտրյանը եւ նրա նման հետազոտողները անդադ շեշտը դնում են Ադրբեջանի չհամաձայնվելու վրա։ Եվ ես հարց եմ տալիս. իսկ աղա չհամաձայնվողը Հայաստանն է եղել։ Համաձայնվող կամ չհամաձայնվողը։ Արա ով է պատրաստ եղել այստեղ։ Մի րոպե։ Եղել է ոչ պոպուլյար, որևէ հող հետ տալու Ադրբեջանին, ճիշտ է։ Հետ տալու, չգիտեմ, ինչ անելու։ Այսինքն Հայաստանն է համաձայնվում։ Հայաստանը համաձայներ այդ հողերից դուրս գար, Ադրբեջանը չէր համաձայնվում։ Այդ ինչ թեզ է, էլի թող անարել։ Նայ, մենք ինչ ենք մենք քննարկում։ Մինչև այն պահը, որ պետքա պատերազմը սկսվի ու Ջալալ Հարությունյանը դառնա ՊԲ հրամանատար ու գնա պայթի միտեղ։ Չէ, մինչև այդ պահը Ժողովուրդ ջան եղել է մի հատ երկար 30 տարվա բանակցային process, չեմ քանի տարվա, լավ 30 չի 20 քանի։ Էտա պետք նայա սկզբից դիտարկել, հետո նոր որ Ջալալ Հարությունյանը նստում է իր ավտոն, հրամաններ է տալի, ստերից մտեք, ընդերից դուրս եկեք, ես դիրքը գրավեք, այստեղ հետ նահանջեք։ Այսինքն մինչև այդտեղ հասնել է կյանք կա։ Ով էր ասե կոവിഡից հետո կյանք կա։ Այսինքն մինչև այդ բաները չէ, հետո այդ է։ Դեմա դրաման է Նիկոլ Փաշինյանն ասում հրապարակի բանակցային փաստաթղթերը եւ մեր արձագանքները 98 թվականից եւ դրանից առաջ եւ դրանից հետո հրապարակի։ Տանգավոր բանա հրապարակել մեկա չեն կանոնալ որ բանապատուցել։ Դա անիմաստ է, այսինքն էս, նայ, մինչև համակարգը չփոխվի, հիմա տես։ Հետո հրապարակի որ տենանք որ 10 թվին ինքը մերժել է։ Ապրես, բայց չի երևալու որ մերժել է, չի լինելու մերժում։ Ես քեզ անկեղծորեն ասում եմ, հասկացա, բայց ուզում եմ ասեմ, դուք չեք գտնելու մերժման նամակ։ Լսում ես ինչ եմ ասում։ Դուք չեք գտնելու մերժման նամակ։ Լավ ուրիշ օրինակ եմ բերել։ Մեր նախորդ հաղորդումը նախագահ Տրամպի գործունեության մասին էր, բուրըն, չէ՞։ Պատիասուտ Տրամպի ադմինիստրացիան, ասեմ Տրամպի ադմինիստրացիան, Տրամպը որպես օպոզիցիա եւ ՄԱԳԱ շարժումը Բայդենի ադմինիստրացիայից պահանջում է հրապարակի, ասենք USAID-ի ֆինանսավորած բոլոր ծրագրերը։ Որտեղ ինչ ով ինչ է արել։ Պարզա չէին անելու։ Հիմա իշխանը փոխություն է եղել, եկել են ուսումնասիրում են, ասում են, էս հոլիվուդյան աստղերը մարդ հաստացել են այսքան $1 միլիոն, գնացել են Մայդան ելույթ ունեցել եւ սիմպաթիզիրovat արել եւ աջակցել այդ շարժմանը, որը եղել է հեղափոխություն։ Մինչեւ այդ դու գիտեի չէի դիմանալու, չէ։ Հիմա մինչեւ չփոխվի, չի լինելու։ Ոնց եք ուզում, ինչն եք ուզում հրապարակ։ Հրապարակել են ոչ մի բան չեք գտնելու։ Դուրս մեղավոր են դուրս գալու բոլորը բացի իրանցից։
Դու ես մեղավոր լինելու, ես չգիտեմ ով ասես։ Բացի իրանք։ Ուզում ասեմ այդ դայվ դրա վրա հիմա ես տեսնում եմ որ ճեշտը դրած է։ Կրված խաղ է։ Բայց փաստենավոր չի հրապարակում։ Բան չասի, կարող նայեմ հələ sense գնշումներ են անում, ես հրապարակելու են, էլի, սևով փակում են, հա, պետական գաղտնիքները։ Եկե թեման շատ է բարդանում, որովհետև իրականում շատ բարդ բաների հետ էլի գործ ունենք, որ բարդ բաներին տրվում են շատ պարզոնակ գնահատականներ, պարզոնակ դատողություններ, Ադրբեջանը չէր համաձայնվի, Ռուսաստանը չէր թողնի, եթե մենք լավ սպառազինվեինք, լավ հզորանայինք, այսինքն այս հարմար միֆերը, օրինակ հարմար միֆ է, էլի։ Մարդկանց թույլ են տալիս այնց հարմարավետ տեղավորվել, ոչ ոք չի ասում, որ հա, եթե Նիկոլ Փաշինյանը չմերժեր կարգավորման պլանը, դրանից առաջ ստատուս քվոն չպահվեր, հնարավոր է որ այլ իրականություն լիներ։ Սիրի։ Այդ օրը սկսել ենք ասել, ես տեսնում եմ, էլի, տենց հրանգավորված բան կա, գրում են։ Դու չէիր, որ պատերազմի առաջի օրը դու ասեցիր ժաման տվեք գնանք առաջ, Արնաքան, հերիքա Արնաքան լինենք։ Ասում հա ես էի։ Մենք բաց տեսար որ դու խաղաղության պլանը չէիր ուզում որ ստորագրեն, ասեմ եղբայր մենք չգիտեինք որ խաղաղության պլան է եղել, որը մերժվել է։ 1. Երկրորդը առավոտյան Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն եւ զորահավաք մինչեւ 55 տարեկանը։ Նոր եկե պարլամենտ։ Եվ պարլամենտում ելույթի մեջ ասում եկեք պայմանավորենք, որ մենք որևէ պարագայում մեզ պարտված չենք համարելու եւ այո մենք հիմա կարող ենք այս պատերազմը կանգնեցնել, թե կարող ենք կանգնեցնել ամեն ինչ տանք, թե չգիտեմ ինչ, դուք ախր համաձայն եք դրա հետ, այնտեղ բոլորը падգամորն ասում ենք ոչ։ Իսկ կներես դրանից առաջ մի տարի, 2 տարի առաջ եղել է կոնսուլտացիա խորհրդարանի հետ, որ սիրելի խորհրդարան, այսպես պլան կա, այսա մենք կարող ենք իրագործել, պատերազմ չլինի եւ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական։ Եվ մեր սցենարը եթե պատերազմ լինի, մենք պարտվելու ենք 4000 մարդ զոհվելու եւ ամեն ինչ գրավելու են եւ կործանվելու ամեն ինչ։ Եղել է նման քննարկում, չի եղել, չէ՞։ Եկե չէ։ Որ չի եղել։ Ինչ պետք է անեին падգամավորները պատերազմի առաջին օրը, եթե ոչ գերագույն գլխավոր հրամանատարը եւ բանակի կողքին կանգնելու։ Ինչ պետք է անեին։ Ու այդ այն պահն է, որ գրում են ինձ եւ բոլոր падգամավորներին, որ հրամաններ է պետք տալ, դիրքեր են գրավել, մարդիկ բանակը քաոս է տիրում։ Ասում ենք ոչ թե պարտությունից խոսա, գնա հրամանները տուր, գործովը սպառվի։ Դե դա հասկանալի է, էլի։ Չէ, ախր հասմես հասկանալի է, բայց ռոպագանդիստական թեզեր է դարը։ Իբր թե ամսի 27-ին եկել էին խորհրդարան խաղաղության պլանը, Լավրովը ինքը բանը եկել էին, ուզում էին խաղաղության Պոմպեոն բանը եկել, ասում են խաղաղության պլանը բանը, մենք ասում ենք չէ, մի ստոր արեք։ Պատերազմը դե նոր է սկսել, դե հիմա դե չես կարա պահին այդ էմոցիոնալ իրավիճակում հելնես ասես բանը գնա խաղաղության կարգավորման արդեն բանից անցել է։ Պատերազմը սկսվել է, վեր սկսված է։ Հակառակորդը հարձակվել է, այդպես հիմա չես կարող ասես ստոպ։ Չէ, այդտեղ նաև ինչն է կարևոր։ Որ պատերազմը սկսված է, կողմերը ինչ են անում, փորձում են ինչ-որ շահական դիրքի վրա բանակցել։ Այդ պահին, չէ։ Ու հիմա քանի գնացել է մեր դիրքերը վատացել է։ Եվ քանի գնացել է ամեն քննարկման ժամանակ, ասենք, դե գիտենք այդ հոկտեմբերի 29-ի պատմությունը, չէ, որ ասենք կռիվը կանգնել չի կանգնել եւ այլն, այնտեղ Շուշի հարցնաբան, դրանից առաջ ինչ-որ ինֆորմացիաներ կան։ Հիմա այս ամեն ինչը քննել է Անդրանիկ Քոչյանի հանձնաժողովը, զեկույցը տվեք նայենք։ Տվեք նայենք զեկույցը։ Այս Եվ մոտենում ենք արդեն ճամփոփենք, բայց շատ բարդ է թեման, սիրելի հայրենակիցներ, սա երևի թե մեր ամենաբարդ հաղորդումներից է, որ ասենք։ Ես եւ Կարպիս Փաշոյանը բացարձակապես չենք կարող հիմա ասել։ Ճիշտ է Ջալալ Հարությունյանին դատելը, թե սխալ։ Ճիշտ է որևէ հրամանատարին իր ամբողջության համար դատելը, թե սխալ։ Բայց վստահաբար կարող ենք ասել, որ այն ինչ որ տեղի ունեն։ Այս թեմայով Կարեն Հարությունյանն էր մաչ շատ լավ բան գրել, Սիվիլնետի։ Արդարության մասին չի։ Սիվիլնետի Կարեն Հարությունյանը շատ լավ բան էր գրել, ասում է որոշ մարդիկ որ ծափահարում են Ջալալ Հարությունյանի դեմս քրեական գործին ծափահարում են, բայց ասենք, չգիտեմ, լիքի այլ իրավիճակներում լուրեն եղել եւ լուրեն օրինակ Արցախի հայաթափման, Նիկոլ Փաշինյանի քայքայիչ որոշումների ցեղասպանության կասկադի տակ դնելու էս բաների դեպքում լուրեն, բայց Ջալալ Հարությունյանին անփոփոխական անփոփոխության համար դատում են, լիքը մարդիկ ծափահարում են, որտեղ պետքա խաղաղության նոխազե։ Հիմա բանակի հրամանատարությունը նշանակված է խաղաղության
նոխած եւ որևէ մեկը չի խորանում եւ հեշտ է էլի ասել որ մեր բանակը լավը չէր չկար սպառազինություն շատ ակադեմիական ասած հարմար լպրծուն ինչ որ կարգավիճակ է բայց ոչ մեկ չի ասի որ մեր բանակը վատը չէր կարող է սպառազինության վիճակն էր նորմալ կարող է մարդաքանակի խնդրեմ էլ չի եղել բայց միգուցե նաեւ եղել է ես հիմա պնդում չեմ անում եւ միգուցե պատերազմը շատ ավելի բարդ բան է, քան մենք պատկերացնում ենք եւ պատերազմը միայն այն չի, ինչ որ կատարվում է խրամատներում եւ ռազմաճակատում, պատերազմը նաեւ ունի քաղաքական եւ դիվանագիտական երեսներ եւ չի կարելի այդ երեսները ուղղակի չնկատել ու տալ եւ նաեւ թող պատասխանեն ընդհանրապես մի հարցի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի գլխավոր մոդերատորի առաջ քաշած խնդիրները բանակի արչեւ, բանակի համար եղել են լուծելի, այսինքն արդյոք բանակը կարող էր սպասարկել Նիկոլ Փաշինյանի կապրիզները, Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը եւ Նիկոլ Փաշինյանի ապաշնոր կառավարման հետևանքները։ Արդյոք մեր բանակը ամերիկյան բանակը չի։ Այսինքն քաղաքական ղեկավարությունը ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա այս կառույցի առաջ, այս ինստիտուտի առաջ ինչ խնդիր է դնում, ինքը կարա լուծի թե չէ։ Նիկոլ Փաշինյանը դրել էր այնպիսի խնդիր, որ այդ բանակը չէր կարող կյանքի կոչել որևէ պարագայում նույնիսկ եթե սպառազինությունը Վիգեն Չեթերյանի ասած մինուս պլյուս մի քիչ ավել լիներ մինուս պլյուս չգիտեմ ավելի շատ կրծված հրամանատարներ ունենային բանակի արժե դրված էր անհնարին խնդիր անլուծելի խնդիր եւ այդ բանակը իրան շատ արժանապատիվ դրսեւորել է հատկապես ռազմաճակատի հյուսիսային եւ հարավային հատվածներում համար դիմադրություն են ցույց տվել եւ չի կարելի այդ ամեն ինչը ուղղակի արժեզրկել ու ոչնչացնել։ Վերջին հաշվով ասենք Քարվաճարը կամ Քելբաջարը ասենք ոչ մի ձևի չեն կարողացել գրավել։ Ու մենք ենք տվել խաղաղ։ Կներես որ ընդհատեցի։ Չէ, այդքան Ես ինձ թվում է մենք այս թեմաներին անդրադառնալու ենք, որովհետև այս դատերը շատանալու են սիրելի հայրենակիցներ։ Հույս ունենք ես եւ պարոն Փաշոյանը, որ եթե կլինի այդ զեկույցը, օրինակ կարանք նստենք զեկույցի հետ ուսումնասիրենք ու մի 5-6 հաղորդում միայն այդ զեկույցը նստենք քննարկենք, բայց այս թեման են թեմաներից է, որ մենք անդրադառնալու ենք, սա չի կարելի կիսատ թողնել եւ չի կարելի համակերպվել այդ քավության նոխազիզացիայի քավության նոխազներ գտնելու եւ ասելու всё վերջ դե Ժորժան հեսա բարձվեց ովքեր էին ինչ եք ուզում։ Ես իմ անունից մի բան էլ ասեմ։ Օրինակ իմ թիրախը ոչինչ չիմացող, գրել կարդալ չիմացող մարդիկ չեն, օրինակ Ախուրյանցի անունն են ասում էր Նիկոլը բդի հայերի հախից գա, ես շատ լավ հարգում եմ։ Okay, սանոյ։ Սիրում եմ, հա, խնդրեմ չկա։ Իմ թիրախը այս լուսավորյալ կրթյալ, պսևդոինտելեկտուալ շրջանակներն են, որոնք գրագետ, գեղեցկագույն հայերենով լապշա են կախում հայ ժողովրդի ականջից։ Տանում են կործանում։ Սպառազինություն, բանակ, Ռուսաստան, Ալիևը չէր համաձայնվի, բանակցային process-ը, բայց այս կողմ։ Լսի, այդ ասող մարդկանցից մեկը մեր սիրելի Դանիել Իոնիսյանն է, չէ՞, բեր Դանիելով է փակենք։ Ինքը չէր ասում, հեղափոխությունը փրկեց Արցախը։ Դանիել Իոնիսյանը ուրիշ քայքայիչ բաներ էր անում։ Չէ, ուզում ասեմ ինքնա չէ, այդ արել, դա իր խոսքը դու ես մեջ բերեմ իր խոսքը։ Այո։ Հիմա ինքը ոնց է, օրինակ ոնց է իր խոսքը լեգիտիմ բանակի ռեֆորմների մասին։ Կամ չեմ Ջալալ Հարությունյանի դատի, կամ չեմ որևէ այլ թեմայի մասին, եթե մարդը այդ ինքն է ասել։ Ինքը ինչ է ասում։ Ոնց ամեն օր մի բան ասում է։ Գիտեք ինքը որպես քաղաքասարակություն Դանիել Իոնիսյանին որպես հավաքական կերպար ենք անցալում։ Հա, բարձա, Դանիել ջան, դու մի վերցրու հենց անձամբ ցանկացած հասարակության մեջ ընդհանրապես քաղաքասարակությունը պետքա դիրքավորվի որպես խաղաղության ջատագով, չէ՞։ Մեր պայմաններում մեր քաղաքասարակության մի զգալի մասը ոչ մի թիզական է եղել։ Պաշտպանում էր պետության կամ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի պատերազմի գնալու քաղաքականությունը եւ ես մատ հոդված ունեմ լը պատերազմից առաջ գրված եւ նաեւ Դանիել Իոնիսյանը ինչ էր անում եւ նրա կողմնակիցները օրինակ էին բերում այդ Շամշադինի մեկ դիրքի գրավումը
եւ դա հակադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ մեր կորած տարածքներին, դարձնելով ռոպագանդիստական թեզ, ասում են, այ տեսեք ձեր Սերժ Սարգսյանը տարածքը հանձնել, Նիկոլ Փաշինյանը տարածքը գրավել, այդ մի դիրքը։ Հետո ինչ որ հետո թարս կապուտ եղավ այդ ամենը։ Եվ ոչ միայն թարս կապ, ես ախր զգուշացնում եմ, ասում եմ, չի կարելի մեր պատերազմը, մեր կոնֆլիկտը բերել այս դաշտ, սա կործանման տանող ճանապարհ է։ Եվ դրանով էին զբաղված, որովհետև ես նաև դրանով Նիկոլ Փաշինյանը, նրա կողմնակիցները բարդ վիճակի մեջ էին գցում հենց Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ պետք է մենք կարողանայինք հասարակության մեջ հաղթահարենք Ղարաբաղյան հակամարտության հետ կապված այն կարծրատիպը, որ կան հող հանձնողներ եւ կան հող պահողներ։ Ղարաբաղյան հակամարտությունը դրա մասին չէր։ Ի վերջո մենք պետք է գնայինք այդ փողզիջմանը եւ այստեղ չպետք է լինեին հող պահողներ եւ հող տվողներ։ Դրա մասին չպետք է լիներ, չպետք է այս զզվելին, եղկելի վիճակում հռետորաբանությամբ դիտարկեինք հարցը, որ հետո կործանեինք ամեն ինչ։ Համաձայն եմ։ Դա ու ցավոք սրտի մեր քաղաքացիությունը, մեր ինտելեկտուալ շրջանակները այս ամեն ինչը չհասկացան եւ հիմա շարունակում են նույնը անել։ Եվ ում էլ որ համաձայն չեն, Ժիպիտե Բեյանին զախարվեի նարատիվներ։ 5-րդ շարժ։ 5-րդ շարժ, դա հիմա ինչ ասեմ։ Սիրելի այնակիցներ, այսպես 5-րդ շարժություն ձևովել ինձ թվում է մենք բայց չէ՞ դարձին որ ասենք հենց այդ ովքեր մեզ ասում են 5-րդ շարժություն, հենց իրանք 5-րդ շարժությունն են։ Հենց իրանք։ Շատ հետաքրքիր է դա։ Լավ մնացեք, մենք այս թեման կշարունակենք, խնդրում եմ արձագանքեք, տեսանյութը տարածեք, միացեք մեր ալիքին։ Եվ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։